Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Ալբանիայում նախատեսված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, այս մասին նա հայտնել է լրագրողներին։ Կոբախիձեի խոսքով նա արդեն ստացել է համապատասխան հրավեր։ Գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 16-ին, այցի ընթացքում մենք հատուկ հանդիպումներ չենք պահանջել, տեղում կտեսնենք հնարավոր են հանդիպումներ որոշ առաջնորդների հետ։ Իրականում, եթե ծանոթ եք ձևաչափին, նման միջոցառումներում պաշտոնական հանդիպումները հազվադեպ են լինում, սակայն միշտ հնարավորություն կա զրուցելու գործընկերների հետ, եւ այդ հնարավորությունից իհարկե առավելագույնս կօգտվենք։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների եւ գործընկեր երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովին։ Պապուաշվիլին ելույթ կունենա միջոցառման շրջանակում, բացի այդ նախատեսված է նաեւ հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։ Վրաստանի պատվիրակության կազմում, որը գլխավորում է խորհրդարանի խոսնակը, ընդգրկված են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն եւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին։ Վրաստանի Սևծովյան Բաթում հանգստավայրում ուժեղ քամին մեծ վնասներ է պատճառել։ Մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։ Բաթումի քաղաքապետարանի տվյալներով գիշերը նոր միջադեպեր չեն գրանցվել, փոթորկից հետո վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ուժեղ քամիները Պիացա հրապարակի մոտ շինության փլուզման պատճառ են դարձել, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքում էլեկտրամատակարարումը լիովին վերականգնվել է։ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր։ Թուրքիայի նախագահը ողջունել է Պուտինի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Էրդողանը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը հյուրընկալելու Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կսպասի Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին։ Պուտինն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին, ասելով, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ սկսել, եթե Ռուսաստանը մայիսի 12-ից ամբողջական, տևական եւ հուսալի հրադադար հաստատի։ Ելիսեյան պալատը նույնպես տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է կայացել Մակրոնի եւ Էրդողանի միջև։ Ֆրանսիայի նախագահը թուրք գործընկերոջը ներկայացրել է իր ու եվրոպացի դաշնակիցների Կիևում ունեցած բանակցությունների արդյունքները, ընդգծելով Մոսկվան պետք է համաձայնի 30-օրյա անվերապահ հրադադարին։ Մակրոնի հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից։ Ողջունելով Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությունը, Էրդողանը միաժամանակ աջակցել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների դիրքորոշմանը, որոնք պնդում են, թե Ռուսաստանը պետք է դադարեցնի կրակը խաղաղության բանակցություններ սկսելու համար։ Խաղաղության հնարավորության պատուհան է բացվել եւ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների համար, ասել է Էրդողանը։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ լուծարվում է եւ որոշում է դադարեցնել Թուրքիայի հետ ավելի քան 40 տարի շարունակվող զինված պայքարը։ Կուսակցությունից ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 5-ից 7-ը համագումար են անցկացրել, հետևելով առաջնորդ Աբդուլլա Օջալանի զինաթափման եւ ինքնալուծարման կոչին։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է նաեւ պայքարի քաղաքական եւ ժողովրդավարական մեթոդներին անցնելու մասին եւ կոչ արել միջազգային հանրությանը օգնել։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր դնելու եւ լուծարվելու եզրին է, ինչը ըստ նրա ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբը։ Էրդողանը զգուշացրել է, որ չնայած այդ զարգացումը կարող է շրջադարձային կետ լինել, գործընթացը պետք է ուշադիր կառավարվի։ Իրանն ու Միացյալ Նահանգներն անցկացրել են անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Օմանի մայրաքաղաք Մասկատում, որի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել միջուկային խնդրի եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը բանակցությունների ընթացքում գլխավորել են պատվիրակությունները։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Բեն Համադ Ալ-Բուսայիդին հանդես է եկել որպես միջնորդ։
Ավելի վաղ Արաղչին հանդիպել էր Օմանի իր գործընկերոջ հետ եւ շնորհակալություն հայտնել Ալ-Բուսայդիին եւ Օմանի կառավարությանը Իրано-ամերիկյան բանակցությունները կազմակերպելու եւ դրանց աջակցելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների այս փուլն ավելի լուրջ եւ պարզ էր, քան նախորդները։ Նրա բնորոշմամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների 4-րդ փուլից հետո մոտեցել են։ Արաղչին հայտնել է, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ Միացյալ Նահանգներն ու Իրանը տարաձայնություններ ունեն։ Նա նաև ընդգծել է, որ ուրանի հարստացումը պետք է շարունակվի։ Այս հարցում փոխզիջում չկա, սակայն մենք կարող ենք ընդունել սահմանափակումներ դրա չափի, արագության, ծավալի եւ մակարդակի վերաբերյալ որոշակի ժամանակահատվածի համար վստահությունն ամրապնդելու նպատակով, բայց ուրանի հարստացումը ըստ էության բանակցությունների առարկա չէ։ Արաղչիի խոսքով միջուկային ծրագրի հետ կապված սահմանափակումների դիմաց իրանական կողմն ակնկալում է միջազգային պատժամիջոցների չեղարկում։ Արաղչին նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն, հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել եւ ապագայում նույնպես չի ձգտի դրան։ Նախարարների կաբինետի նիստում ելույթ ունենալով Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ, որովհետեւ իր խոսքով Իրանը խաղաղություն է ուզում եւ չի ձգտում պատերազմի։ Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի ձգտում անկարգությունների տարածաշրջանում։ Կարող ենք ձեզ վստահեցնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում եւ չի ձգտի միջուկային զենքի ստեղծման։ Փեզեշքյանը նաև ընդգծել է, որ Իրանը լրջորեն տրամադրված է բանակցություններին եւ ձգտում է համաձայնության հասնել, միևնույն ժամանակ նշելով, որ երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Բահրեյն։ Այցի ընթացքում Բայրամովը հանդիպել է Բահրեյնի թագավորության արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Բայրամովը հանդիպել է նաև Բահրեյնի թագավորության թագաժառանգ եւ վարչապետ Սալման բին Համադ Ալ-Խալիֆայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները։ Բայրամովը նշել է, որ Բահրեյնի վարչապետի հետ բանակցությունները ընդգրկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային կարևորագույն իրադարձություններ։ Վստահ եմ, որ բարձր մակարդակի շփումների եւ փոխադարձ այցելությունների շարունակական ակտիվացումը զգալի ներդրում կունենա մեր երկրների միջև ավելի սերտ կապերի ամրապնդման գործում, գրել է նախարարը սոցիալական ցանցերում։ Ռուսաստանի արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը ակնկալում է, որ արդյունաբերական պարկն Ադրբեջանում կգործարկվի 2025 թվականին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առևտրի փոխնախարար Ռոման Չեկուշովը Տաշքենտում Ինոպրոմ կենտրոնական Ասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Այս տարի մենք հույս ունենք արդյունաբերական պարկ բացել Ադրբեջանում, Սումգայիթ քաղաքում։ Սա մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ նախագծի առաջին փորձն է։ Մենք վստահ ենք, որ այն պահանջարկ կունենա նաև ռուսական ձեռնարկությունների կողմից։ Ակտաուի մոտակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն, հայտնել են Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազությունից։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ներկայում ձեռնարկվում են բոլոր միջոցները դեպքի հանգամանքների համապարփակ, ամբողջական եւ օբյեկտիվ հետաքննություն ապահովելու համար։ Ազալ քաղաքացիական օդանավի կործանման գործով հետաքննությունը տարվում է անվտանգության կանոնների խախտման հոդվածով։ Ակտաուի մոտ Ազալ ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։ Ապրիլի կեսերից Ադրբեջանում բարբերաբար ընթացող տեղատարապանձրևները լուրջ վնաս են հասցրել, հատկապես երկրի հյուսիսային շրջաններում։ Կամուրջներ են փլուզվել, բնակավայրեր են հեղեղվել, մշակաբույսեր եւ պտղատու այգիներ են ոչնչացվել, ջրհեղեղն ընտանի թռչուններ է իր հետ սրբել տարել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում անդադար տեղացող անձրևները սպառնալիք են դարձել Խաչմազի շրջանի Խաս-Պալադոբա գյուղի համար։ Տեղացիների հավաստմամբ վերջին 30-ից 40 տարվա ընթացքում նրանք նման տարերային աղետ չեն տեսել։ Անդադար տեղացող անձրևների հետևանքով ջրի
մակարդակը կտրուկ բարձրացել է։ Տեղի բնակիչների խոսքով արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները վրաններ են տեղադրել եւ խորհուրդ են տվել ժամանակավորապես ապաստանել այդտեղ անվտանգության նկատառումներից ելնելով։ Բնակիչները նաեւ հայտնել են, որ համապատասխան ծառայությունները անմիջապես չեն արձագանքել իրենց հարցումներին, ինչի հետևանքով ջուրը հեղեղել է ավելի մեծ տարածք։ Գետերի մոտ ապրող հյուսիսային շրջանների բնակիչները կարծում են, որ ջրհեղեղներն ու սողանքներն առաջացել են ոչ միայն առատ տեղումներից, այլև գետերի հունից եւ առափնյա հատվածներից ավազ եւ խճաքար հանելու հետևանքով։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։